Ենթադրվում է, որ այսօր Հայաստանում գրեթե ամենուր պատրաստվում են փայտի կույտեր, որպեսզի հետագայում դրանք վառվեն։ Դրան ընդառաջին են պատրաստվում մարդիկ եւ ունենք հյուր ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն է մեզ մոտ ստուդիայում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պողոսյան, շատ հաճելի է, որ ժամանակ տրամադրեցիք զրույցի Եվ մենք մի քիչ կխոսենք ընդհանրապես ծագումնաբանության մասին, որտեղից է եկել այս տոնը, միգուցեև 1500-րդ անգամ, բայց այնուամենայնիվ շատերի համար այն նոր կլինի։ Շնորհակալություն ևս մեկ անգամ, խնդրեմ փոխանցեմ խոսքին գործընկերուն, խնդրեմ։ Ընդհանրապես վերջին այս երկու շաբաթ, եթե սկսենք Պետր հունվարի ավարտից, մենք նշեցինք Սուրբ Սարգիսը եւ ահա դեռ ընդառաջին նախաշեմին ենք Սիրառատ ամիսը եւ դա չի կարող լավ չլինել, սակայն որքան շատ տոներ, այնքան շատ հարցականներ եւ կապված հենց դեռ ընդառաջի հետ կարելի ասել, որ մոտավորապես 3 շերտի է բաժանվում հոգեվոր, ժողովրդական ավանդույթներ եւ մինչեւ հեթանոսական ծեսեր գնացող տոն Այդ ճիշտ է ասել նախաքրիստոնեական։ Այո, այդպես ավելի ճիշտ է բնութագրել այդ ժամանակաշրջանը։ Նախաքրիստոնեական ավելի շատ երբեմն օգտագործում են հեթանոսական, բայց ճիշտ է նախաքրիստոնեական բառը։ Իսկ մենք սովորական մարդիկ ինչպես պետք է ընկալենք տոնը, որն է ի վերջո առաջնայինը, թե երեքն էլ տեղ ունեն։ Տեսեք, եթե մենք դիտարկում ենք հայկական տոները, տեսնում ենք, որ ձեր թվարկած շերտերը ըստ էության արտահայտվում են եւ դեռն ընդառաջը բացառություն չի կազմում, այսինքն այստեղ մենք տեսնում ենք եւ նախաքրիստոնեական եւ ժողովրդական ավանդույթների դրսեւորումներ եւ անշուշտ որ դա համարվում է մեր հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկը եւ հետաքրքիր է որ մենք շատ եւ հատկապես ավանդության հասարակությունը շատ մեծ շուկով նշել ենք Հիսուսի ծննդյան օրը եւ դրանից 40 օր հետո, այսինքն սա անշարժ տոն է։ Եվ դրա համար մնացած տոները, որոնք որ շարժական են, երբեմն գալիս եւ համընկնում են այդ ամսվան։ Բայց 40 օր հետո ըստ եկեղեցական կանոնակարգի, երբ Հիսուսին տարել են եկեղեցի տաճար եւ Սիմոն ծերունին նրան ընդառաջ է գնացել եւ այդպիսի հետաքրքիր պատումներ կան Եվ մեր հայ առաքելական եկեղեցին դա ամրագրել է եւ շատ մեծ շուկով է նշում, շատ կարեւոր է որ նույնիսկ եթե մենք նայում ենք ուղղափառ կաթոլիկ եկեղեցիները տեսնում ենք որ նրանք եւս հարմարեցրել են Հիսուսի ծննդյան օրը եւ պլյուս 40 օր։ Ուղղակի քանի որ նրանք նշում են դեկտեմբեր 25-ին պլյուս 40 դա փետրվարի 2-ն է դառնում։ Բայց որպես հին քրիստոնեական համայնք հայերը դա շատ մեծ շուկով են նշում եւ շատ կարեւոր է որ դա նշելը սկսում են հենց սրբազան տարածքից դա այդպես էր եւ խորհրդային շրջանում նախ խորհրդային շրջանում այսինքն ավանդութային հասարակությունում խորհրդային շրջանում մի քիչ տոնը ավելի կարծեք մարում է եւ հատկապես ժողովրդական շերտն է ասենք գերակա դառնում բայց անկախացումից հետո մենք տեսնում ենք որ այս տոնը բավական մեծ քաղաքացիություն է ձեռք բերել, ավելին, որ դա նաև համարվում է նորապսակների օրհնության օր, բայց մենք այստեղ հստակորեն տեսնում ենք նաև հնագույն հավատալիքների դրսևորումներ կրակի պաշտամունք, ինչքան էլ մենք փորձում ենք, որ դա երկրորդ պլան մղենք, բայց դա կա։ Եվ երիտասարդները ինչպես ավանդական հասարակությունում էր, նրանք հենց սրբազան տարածքում, եկեղեցու բակում հավաքում էին հատկապես նորապսակները կամ նոր նշանված զույգը, նրանք հենց ձեր ասած փայտը բերում, ժողովում, խարույկը պատրաստում էին եւ սրբազան անձը, այսինքն քահանան, ինքն էր առաջինը վարում եւ իսկ նորապսակները կամ նշանվածները մոմերով, այսինքն փոխանցում են եւ
քահանադավառում էր եւ շատ հետաքրքիր է որ հենց այստեղից էր սկսում տոնակատարությունը եւ ինչպես նշեցիք հատուկ նախապատրաստվում են, այսինքն հատկապես տանտիկինները գիտեն որ այդ օրը պետք է անպայման աղանձ լինի, փոխունդ լինի, խաշիլ լինին, այսինքն ինչպես ցանկացած տոն, այնպես էլ դարն ընդառաջ ունի իր տոնական հացկերույթի բաղադրիչն է։ Խոհարարական բաղադրիչը կարելի ասել։ Տեսեք, ըստ ավանդույթի մեզ հասած տեղեկություններով ամուր կանայք սուրբ կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով, այսպիսի բան կար, բայց հիմա ճիշտ ասած մենք չենք տեսնում վառված փեշեր, միգուցե եւ ինչ որ դեպքեր լինում են, բայց մեծ մասամբ տեսեք, իրապես երբ մարդիկ դա հավատքով են արել, մտածելով որ եթե այրեն իրենց վարտիքի կամ իրենց գոտեկապի խոնջանի ծայրերը անպայման իրենց այդ չար վնասաբեր ուժերի ազդեցությունից կձերբազատեն, այսինքն քրակի սրբազան զորությանն են ապավինել եւ ոչ միայն իդեպ ասենք եւ հղի կանայք եւ պարտադիր 7 պտույտ ասենց բարով ուրախությամբ իրապես որտեվ ցանկացած տոն նաև զգացմունքային այդ ֆոնն է ենթադրում, այսինքն պետք է ուրախ, անմիջական եւ իդեպ մի կարեւոր առանձնահատկություն եւս, որ բոլորը ուղղակիորեն գործուն մասնակից պետք է լինեն, ոչ թե ինչ որ մեկը նայեր, թե ինչպես են մյուսները նշում տոնը, այսա մենք մեր հասարակությունում տեսնում ենք, որ երբեմն որոշները հանդիսատեսի լերակատարության մեջ են եւ պատտվելով եւ տանտիրուհին իդեպ հաճախ հենց տատիկներ, մամիկներ աղանձները արդեն պատրաստած այդ սկուտեղով բերում է, շաղ էր տալիս, հյուրասիրում էր նաեւ այդ փոքրիկ փոխինդները պատրաստված այսինքն այդ բարեբերությունը հատիկի հետ կապված զորությունը անպայման մտածում են որ կանցնի նաև երիտասարդներին, սա շատ կարևոր խորհուրդ է, հիմա իհարկե դա ավելի ձևի ֆոնի մեջ է, ոչ բովանդակային, բայց դրանով հանդերձ դա շատ կարևոր է եւ ասենք այդ հաղորդակցումը միմյանց հետ շփվելը եւ իդեպ ասեմ որ ոչ միայն կրակին էին շատ մեծ զորություն վերագրում, այլ նաև ածուխներին։ Եվ աշխատում էին, որ մարդիկ, որոնք հիվանդ են, վատառողջ են, նույնիսկ այդպիսի ավանդույթ կա, որ երթիկից իրեն հանում էին, որտեղ երբ որ դու ինչ-որ մի անցքից, դժվարությունից անցնում ես, դու ինիցիատիայի նվիրագործման ես ենթարկվում եւ ձերբազատվում ես չար վնասաբեր ուժերից եւ բերում էին, իսկ նրանք ովքեր որ արդեն անկողնում գամբած էին նրանց համար այդ մոխրաջերով կսում են աչքերին, հիվանդ հատվածներին, խմեցնում են ջուրը, տեսեք ինչքան հետաքրքիր եւ իրականում մոխիրը ունի նաեւ անտիսեպտիկ նշանակություն, այսինքն այստեղ նաեւ ժողովրդական գիտելիքի հետաքրքիր դրսևորում կա։ Այսօր ածուխով հաց կա, ածուխով բավականին անգամ խմորեղեն կա, այսինքն այդ առողջարար բաղադրիչը դրա օգտագործվում է։ Տիկին Պողոսյան, դուք շատ կարևոր բան ասացիք ձեր խոսքում ձևի եւ բովանդակության մասին։ Հասկանալի է, որ շատ հնագույն տոներ ժամանակի ընթացքում տրանսֆորմացվում են, ադապտացվում են ժամանակի եւ պահանջների հետ։ Այնուամենայնիվ այսօր այս ամենին նաեւ ավելացել է սոցցանցերը, որտեղ շատ բան արվում է գեղեցիկ պատկեր ստանալու, լուսանկար, տեսանյութ, արդյոք մենք չենք կորցնում իսկապես բովանդակությունը, արժեքը, իմաստը այդ տոների ընկնելով հենց ձևի հետևից։ Այո, դա հենց սպառողական հասարակությանը հատուկ մի բան է, որ 21-րդ դարը հենց դրանով բնութագրվում է, այսինքն մենք ավելի շատ տուրք ենք տալիս ձևին, պրեստիժայնությանը, որ ավելի հարգարժան է, որպեսզի մենք ցույց տանք ցավոք, եւ ես կարծում եմ, բայց մի միտում կա, որ մենք փորձում ենք նաեւ խորանալ դրա խորհրդի մեջ, այսինքն ոչ թե կոնտեքստից կտրված ենք դա անում, այլ հասկանում ենք, որ այդ օրը սրբազան տարածք, սրբազան մարդիկ, բարեմաղթանքներ, համատեղ խաչկերույթ, այ եթե մենք սա կարևորում ենք, ոչ թե որ ասենք երբեմն նաև մենք օտար տոներ ենք դրան
փոխարինում, որը Իդեպ օտար տոնի վերաբերյալ շատ տարածված կարծիք է եւ անգամ վերջերս մեր հյուրերից մեկն էլ ասեց, իսկ ինչ վատ բան կա, որ սիրո տոները շատ լինեն։ Կարծես թե վատ միտք չէ, բայց այնուամենայնիվ, եթե մենք ունենք օրինակ, մենք մեր Սուրբ Սարգիսը սիրո հովանավոր, սիրահարների հովանավոր, եւ հիմա այդքան ֆետիշացված Վալենտինը ընդունել, հանգիստ վերաբերվել, թե Դե, եթե մենք վերցնենք տարվա 365 օրը, եթե դրա ճնշող մասը վերացենք տոնի, աշխատանքային հատվածը հաստատ կտուժի եւ հետո իրապես մենք դրա խորհուրդը եթե գիտակցում ենք, մենք հասկանում ենք, որ պետք չունենք Վալենտին նշելու, մենք Սուրբ Սարգսի Փարահեղ տոնը, մենք Հալովինի փոխարեն կարող ենք բարեկենդանը նշել, որ իսկապես հրաշալի է։ Մենք դա ժամանակի ընթացքում ձեռքից տվել ենք, դրա համար եթե մի նոր բան, ես մտածում եմ, որ հատկապես շատ երիտասարդները այդ հովերով տարվում են, բայց հետո մի փոքր հասունացում եւ իրենք հասկանում են, եթե կա սեփականը, ինչու՞ չէ կենտրոնանալ դրա վրա։ Դա նյութերի պակասի խնդիր է ինձ թվում է։ Այսինքն եթե այդ ռիզերը շորտսերը եւ այլն, որոնք որ սոցցանցերում երիտասարդները սիրում են թերթել եւ տպավորվել, դրանք մեծ մասամբ հենց Հելոուինն են, նույն Վալենտինի տոնի, այսինքն գեներացված ահռելի ծավալի նյութեր կան, որոնք որ գերակշռող ծավալ են։ Բայց քո ասած ինֆորմացված լինել այսօր ավելի մատչելի է դարձել, չէ՞։ Խորանալու, հասկանալու։ Այո, բայց այ դու տես որ դա այդպես չի աշխատում։ Տեղեկատվությունը, տեղեկությունը ավելի մատչելի է դարձել։ Արագ է, բայց հարց է դա ինչքան գիտահեն տեղեկատվությունը, ինչքան ճշմարիտ տեղեկություն է։ Դրա համար այստեղից այնտեղից վերցրած նյութերը երբեմն մենք հանդիպում ենք պսևդո էթնոգրաֆիայի, այսինքն գեղձ ինչ որ մարդկանց ասած գեներացված ձեր ասած այդպիսի ծիսակատարությունների դրսևորումներ ենք տեսնում, որը առանձնապես պատիվ չի բերում մեր մշակութային ժառանգության, որտեղ ինքը բավական հարուստ ժառանգություն է եւ եթե իհարկե եթե չկա դա փոխարելը լավ բան է, բայց եթե դու ունես քո նախնյաց ասենք ժամանակի քնությունը բռնած ծոնցայես ավանդույթ, ինչու դրան չանդրադառնալ։ Ասենք նույնիսկ որ կաթողիկ եկեղեցում սրբադասված անձանց մեջ կան բավականին այսպես ոչ միանշանակ ընկալվող կենսագրությունով Չասենք կասկածելի, ավելի ճիշտ ոչ միանշանակ։ Այդ թվում նաև Վալենտինը, եթե ծանոթ լինենք տարբեր տեսակի պահպանված հիշատակումներին, այսինքն մեղմ ասած մի քիչ բառը այնքան էլ չի կապվում, չէ՞։ Լավ, եկեք վերադառնանք Տիարն ընթառաջին, այնուամենայնիվ բառացիոնը նշանակում է ելնել Տիրոջն ընթառաջ։ Այո, դա բանը քրիստոնեական մեկնաբանություն է, Տիրոջը ընթառաջ, որտեղ տարբեր մարզերում, տարբեր պատմազգագրական մարզերում դորդորոնջ, տերնդայես, տարբեր անվանումներ կան։ Որտեղից է եկել։ Տիարն ընթառաջը իրականում կրճատվեր ավելի պարզ արագացելու հետևանքով դարձել է։ Բայց տեսեք, ինքը բավական հետաքրքիր ավանդույթներ կար նաև, որ հենց Տիարն ընթառաջի ժամանակ նախ հարսանիքներ կարող էին լինել եւ նաեւ Բահարսի օժիտը հենց այդ օրը կարող են վերել եւ ինքը նվիրաբերությունների, նվիրատվությունների մի ամբողջ ընծայաբերության մի հրաշալի շրջան է։ Ասեմ, որ հիմա հատկապես եթե սպառողական հասարակության տեսանկյունից ենք նայում, դվերներ ստանալը բոլորին շատ դուր է գալիս։ Դա մարտի 8-ը այդպես շատ խորը արմատներ ինքը իրականում նվեր տալու օր չի, ինքը կանանց իրավահավասարության, աշխատանքի մեջ հավասարության այդպիսի խնդիրներ ուներ, բայց հենց որ այդ նվերներ տալու գործոնը կա, հետաքրքիր ձևով մենք տեսնում ենք, որ նման տոները խորանում են։ Բարեբախտաբար հենց Տիարն ընթառաջը ինքը ենթադրել է, որ անպայման այդ օրը երկու կողմին հարսնացու, փեսացու կամ արդեն նորահարս եւ նորափեսա նրանց պարտադիր նվերներ էին տալիս եւ երկու կողմից անպայման այդ ընծայաբերումները, որը կարող էր եւ հագուստի ձևով լիներ եւ ինչու՞ չէ նաեւ ուտելիքի սննդամթերք, քաղցրավենիք
հալվա, գաթա, սա շատ կարևոր դերակատարություն ունեն։ Բայց հատկապես տոնական հացկերույթն է կարևոր, որովհետև դա մի սեղանի շուրջ համախմբում է բարեկամների, ազգականների, հարևանների, ընկերների եւ այս առումով ինքը լավ գործառույթ է։ Պաստորեն, ես ճիշտ եմ հասկանում, այստեղ ակամա տարիքային, հա, այսինքն խումբ կա, որը որ ներգրաված է, երիտասարդների տոնն է, հա, Պաստորեն առաջ, որովհետև ենթադրում եմ միջին եւ հասուն տարիքի մարդիկ արդեն Կարծես իրենց հարցերը լուծել են մեծ մասամբ, բայց իրենք մասնակցում են, իրենք կազմակերպում են, սա էլ կա, այսինքն այդպես չի առանձնացվում, այդպիսի սոցիալական տարիքային առանձնացում չկա, հենց տարեցներն են ավելի Այսինքն սա համախմբանն է։ Ինչպես նաև աղաբլիթը պետք է ուտի երիտասարդ չամուսնացած մեկը, բայց աղաբլիթը պատրաստում է հաջողած Մեկը իմիջիայլոց տարանթերություններ կարծում են, որ այրիկին, բայց դա մեր մշակութային համակարգում չի աշխատում, որովհետև միշտ աշխատել են, որ թե հարսանիքի շատ կարևոր կենսափուլային ծեսերի ժամանակ հաջողակ մեկ, այսինքն ընտանիք ունեցող, երեխաներ ունեցող, կայացած կինը դա անի, այսինքն որովհետև ինքը իր դրական այդ փորձառությունը էներգիան փոխանցելու է երիտասարդներին։ Եվ դրա համար մենք տեսնում ենք, որ իդեպ ասեմ, որ ավանդական հասարակությունում նաև մամիկները, տատիկները անպայման այդ աղանձից եւ նաև մոխրից, արդեն խարուկի այդ սրբազան մոխրից ցանում էին նաև արտերում, դաշտերում, իրենց տան շուրջը պտտվում էին 3 անգամ սրբազան արարողություն կատարելով, այսինքն տեսեք, այստեղ մենք շատ հետաքրքիր ձևով այդ համադրությունը տեսում ենք եւ քրիստոնեական, որ մարդիկ անպայման գնացել են, ժամերկություն, օրհնություն են ստացել եւ այլն, եւ նաեւ մեր մշակութային ժառանգության այդ հնագույն շերտը եւս մենք տեսնում ենք, որ պահպանված է հիմա այդ որոշները, եթե ինչ-ինչ տեղեկատվություն ունեն, իրենց տան շուրջը, որտեղ այդ եթե շրջան են գծում իրենք կարծեք պահպանում են, այսինքն եւ տաճարների շուրջ եւ ընդհանրապես տան շուրջ նույնիսկ եթե հեքիաթներ էին պատմում, միտումը նա էր, որ չար վնասաբեր ուժերին յետվանեն։ Հիմա գուցե 21-րդ դարում դա մի քիչ հեքիաթային է թվում, բայց իրականում եթե հավատք կար եւ մենք տեսնում ենք, որ իրապես այդ մոխրով ինչքան նաեւ բուժական նպատակով են օգտագործել, այսինքն ասենց մի առողջ ռացիոնալ հատիկ դրա մեջ այնուամենայնիվ վստահ ակտիվացված ածուխը դեղատներում թեկուս այսինքն ածխածին է վերջով այրված եւ հետաքրքիր է Տիկին Պողոսյան իսկ եկեղեցիների բակում երբ որ խարույկը վառվում է այսինքն դա կոնկրետ ժամ կա ինչ որ ժամանակահատ երբ գնան այսինքն մարդիկ երեկոյան արդեն հենց եկեղեցու 5-ից արդեն եկեղեցու բակում նախապատրաստված արդեն այդ խարույկը կա եւ հաճախ կարծեք ոնց որ քավոր կանգնեն, այսինքն որոշները հենց այդ նվիրաբերում անում են, փայտը իրենք են բերում եւ հատուկ կարգով եւ արդեն երիտասարդներ եւ տարեցներ համատեղ ուրեմն դա իրականացնում են եւ հետո շատ կարեւոր է որ իրենց բակերում խարույկները վառել են հենց այդ սրբազան տարածքից բերված այդ ածուխի, այսինքն կրակով դարձյալ այդ անցումը եւ փոխանցումը ապահովելու նպատակով, այսինքն ոչ թե հենց նենց եթե խորհրդային շրջանում մենք դա կտեսնենք, որ մարդիկ հատկապես սեփական տների բակերում իրենց նախաձեռնությամբ տներում մի ընդհանուր հատկապես ասենց փոքրիկ թաղամասեր կային, չէ՞, սեփական տներում դրանք դա իրականացնում են, բայց հիմա արդեն նորակառույցների բակում ճիշտ ասած այս չեմ պատկերացնում, չեմ հանդիպել բայց երբեմն կարող է, այսինքն մարդիկ, որոնք իրապես այդ տոնը կարևորում են, տեսնում ես, որ նաև ուղղակի ինքը կարծեք չի աշխատում, էլի։ Նույնիսկ ռեստորանների բակում են դա անում։ Տիկին Պողոսյան, բոլոր այս ժողովրդական տոների մաս է կազմում նաև ինչ որտեղ գուշակություններ, ինչ որ զվարճանքներ, որոնք ըստ էության, եթե խոսենք գուշակությունների մասին կամ թեկուզ
երազների մասին, եկեղեցին մեղմ ասած չի ընդունում։ Նույն Սուրբ Սարգսի տոնին զուգահեռ գիտենք, որ այդ աղաբլիթը, հետո երազը, նաև կա, որ սկուտեղի վրա, եթե չեմ սխալվում, փոխից են դնում պայթի հետքերը, եթե երևացին, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Դրանք միմյանցից անջատ են գործում ամեն դեպքում, թե համադրվում են։ Արդյոք չկա հակասություն սրա մեջ։ Դե ցանկացած տեսություն, ցանկացած ուղղություն միշտ փորձում է գերական լինել, բայց ես կարող եմ ասել, որ դա աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթի համակարգում է։ Իրապես այդ հնագույն հավատալիքները բավական կենսունակ են։ Այսինքն որքանով են, որ դրա դեմ փորձում են պայքարել, փորձում են բացատրել, բայց ես գիտեմ բավական հոգևորականներ, որոնք բավական գնահատանքով են վերաբերում մեր մշակութային ժառանգության հնագույն շերտին, դա չի կարող սենց ջնջելով չի։ Եվ դուք ինձ մի բան էլ հուշեցիք, որ գուշակություններ անում էին։ Նայում են, թե ծուխը դեպի որ կողմ է գնում։ Եթե ծուխը դեպի հյուսիս եւ արևմուտք է, մտածում են, որ դա լավ բան չի։ Եթե համապատասխանաբար, չէ, հարավ եւ արևելք, ուրեմն անպայման կամ գուշակում էին, թե ծուխը դեպի որ տունը կգնա եւ իրենց ընտրյալը այդտեղից կգա։ Շատ հետաքրքիր եւ վերջում միջինգի գաթայի այդ միջինգը հա անկնի այդ մարդահաջողակ է։ Եվ այդպես շատ կարող ենք նշմարը նշմար տեսեք այդ կանխալ գուշակող նշանը բախտագուշակ այդպես էլ են ասում նշանը եւ տարեհացի մեջ է նոր տարվա եւ պասի մեջտեղում 49 օր տեսեք ինքան լավ բաներ կան հավատալիքներ կան եւ որոնք նաեւ կենսունակ կարող էին լինել որտեւ հիմա մարդիկ դիետա են պահում եւ այլը իսկ մեր իջևս այլ ժողովուրդների հասկանում էր, որ տարվա մեջ պետք է այդ աշխատանքային օր կամ տոնական օրերից հետո նաև պաս պահեն, որովհետև ինքը պասը շատ կարևոր խորհուրդ ունի։ Ինքը մենակ ծես չէ, կենթանական ուտելիքից հրաժարում չէ, ինքը լիքը բացասական բաներից հրաժարում է, այսինքն եթե դու պասի մեջ ես, դու պետք է չբամբասես, չնախանձես, չհայհոյես, տեսեք ինչերա կամ ասեք ուշ վարժեցնես Նաև ինչու ոչ, կամքի ուշ պիտի ունենաս քոսիրած ուտելիքներից դու որոշակի հատված հրաժարվում ես եւ դա ստացվում էր ներդաշնակություն բնության հետ եւ ներդաշնակություն կոսմոս որ ասում են թե քո հոգու մեջ թե քո մարմնում շատ կարեւոր բան էր եւ մենք հաջող իրապես այնպեսի բաներ կա որ շատ ավելի լավ կլիներ որ դրանց անդրադարձ անեին Չմոռանանք որ հոյակապ դետոքս է Այո, բայց այդպես չի կարելի մոտենալ, չէ՞, եւ հետո դարձած ինձ հուշեցիք, որ տոները ոչ միայն լիցքավորող խորհուրդ ունեն, այլ նաեւ լիցքաթափող։ Սա շատ կարեւոր բան է, այսինքն դա ցույց տալու համար չէ, ինչ որ մեկի Անպայման չէ մի բան մտնի, նաեւ կարող է դուրս գալ։ Էներգետիկ լավ, չէ՞ որ դա աշխատանքային օրվա Հակոտնյանն է։ Եվ Պողոսյան, դուք շարունակեք միտքը։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն, որտեղ երբեմն սխալ բան կա, որ ասում են տոների ժամանակ մարդիկ հոգնում են, բոլորովին ինքը եւ լիցքավորելու եւ լիցքաթափելու բանը ֆունկցիա ունի, եթե դու ճիշտ ես դրան մոտենում։ Մենք իհարկե գիտենք, որ տաղավար 5 տոներից եկեղեցական Սուրբ Հարության տոնը շարժական է։ Եվ այս տարի ապրիլի 5-ին է Սուրբ Հարության տոնը, ուստի երկուշաբթի օրը այս ամսվա փետրվարի 16-ին սկսվում է մեծ պահքը։ Իսկ դրան նախորդող օրը Բուն բարեկենդանն է, որը նույնպես պատված է շատ հետաքրքիր հավատալիքներով, ավանդույթներով, ծեսերով եւ ով եթե ոչ ազգագրագետը կպատմի նաեւ այդ տոնին, քանի որ տոնի մասին 2 օր է մնացել։
ինքը հրաշալի տոն է հենց նաև նրանով, որ սոցիալական շրջադասություններ են տեղի ունենում, այսինքն եթե մի բան ավանդական հասարակությունում, այսինքն 19-րդ դար 20-ից սկիզբ արգելված էր առօրյայում, թույլատրել էր Բարեկենդանյան այդ ամբողջ զվարճությունների շարքում եւ մսեղեն կերակրատեսակների մի ամբողջություն Բարեկենդանյան խաղեր, մրցակցություն, պարեր այսինքն իրապես շատ հետաքրքիր է, որ հենց այդ Բարեկենդանյան շարքը հնարավորություններ տալիս, որ այդ կուտակված բացասականը դուրս գա, որովհետև Խանփաշա այդպիսի շատ հետաքրքիր խաղեր կային, որտեղ ներկայացնում են իրենց համայնքի, ասենք ավագանուն, չինովնիկներին, գյուղապետերեն ժամանակվա տերմինով ասեմ, գզիր եւ այլն, եւ ասենք մարդիկ հնարավորություն ունեին կերպարանափոխվելով իհարկե post գցելով դեռ մար post անել նշանակում է կատակել։ Չգիտեի։ Եվ մենք տեսնում ենք, որ սա եւս մի հնարավորություն է մեկտեղվելու, համախմբվելու, զվարճանալու, ուրախանալու, որովհետեւ դա եւս շատ անհրաժեշտ բան է, բայց հենց դա երկշաբաթյա միջայլոց տոն էր, բայց քանի որ շարժականություն կա, հիմա մենք երբեք տեսնում ենք, որ հաջորդիվ արդեն մեծ պահն է։ Իդեպ համեմատելով ռուսական այո, այնտեղ մեկ շաբաթ է տևում եւ կարծես մարդիկ հասցնում են, այսպես ասած, հագուրտ տալ իրենց այդ զվարճանքին, նաեւ բլիթների տարատեսակ համեղ բաղադրիչներին, մեզ մոտ ընդամենը մեկ օր է եւ շատ կտրուկ է անցումը, այսինքն կիրակի ուրախացել, իսկ երկուշաբթի արդեն զսպվածություն, արդեն բայց շարժականի պարագայում երբեմն ստացվում է, որ այդ ժամանակահատվածը կարճանում է, բայց իրականում ավանդական հասարակությունում Բարեկենդանը երկու շաբաթ է տևել եւ այդ փոխադարձ այցելություններ, ուրախություններ, երիտասարդները հատկապես պատանիները, աղջիկ, տղա, պարեր, մրցույթներ շատ հրաշալի են անցկացրել եւ նույնիսկ Թիֆլիսյան համայնքում էլի հայերը բավական մեծ շուկով են դա նշել եւ Խոջաբեկյանը հրաշալի անդրադարձներ ունի իր աշխատանքներում եւ մենք տեսնում ենք, որ Բարեկենդանյան տոնակատարությունը շատ էական նշանակություն է ունեցել համայնքի միաբերման, մի գաղափարի շուրջ, մի ծեսի, մի ավանդույթի շուրջ համախմբելու առումով։ Բայց մենք դա հիմա Տարվա մեջ եղել այն հատվածը, երբ որ հասարակ սովորական ժողովուրդը եւ իշխանավորները այսպես փոխվել են տեղերով, կարելի ասել։ Հրաշալի։ Եւ սոցիալական այդ բանը քաղաքական սատիրան բոլորովին այլ կերպով է եւ մարդիկ ոնց որ ճապոնացիների ոչ է բանը ղեկավարի արծարծիլակը բարձրացնում են աշխատասենյակներից մեկում եւ հետո բղավում, հարվածում են, չէ, անպատ են եւ իրենց այդ բացասական դեմոնստրացիայի ժամանակ այրում են։ Այո, եւ հետո նաեւ ինքը եւ զվարճություն է եւ նաեւ հետաքրքիր հոգեբանական լավ բեռնաթափ։ Այն հետաքրքիր կլիներ, ես մեծ այնքան կուզենամ լավ կազմակերպված Բարեկենդանի տոնին մասնակցել չեք պատկերացրել։ Կազմակերպվում են թարապես ես որտեղ է լինում։ Նույնիսկ հայորդաց տներն են կազմակերպում, բայց մեզ մոտ մի տեսակ ավելի սովետական իներցիայով կազմակերպելու, ասենց միջոցառում անելու ինքնաբուխությունը, ասենց տարերայնությունը, որ հաստատ եթե նայում եք, տեսնում եք մի մասը ուղղակի ինչպես ես ասացի, նայում է, մյուսները ինչ որ բան են ցուցադրում, այսինքն դա պետք է ոչ թե կազմակերպված ներկայացում լինի, այլ ինքը այնպես պիտի նախապատրաստես, որպեսզի բոլորը ուղղակիորեն մասնակից դառնան, որտեղ տոնի կարևոր բաղադրատարերից մեկը հենց անմիջական մասնակցությունն է, որը ասեմ, որ հաճախ այդքան էլ չի հաջողվում։ Բայց վերջին տարիներին բավականին ակտիվ տեսնում ենք փողոցներում կերպարներ, խաղեր, չկարելի ասել, որ չի նշվում։ Դիմակահանդես, ինչ հետաքրքիր, ինչ պակասելոյին է իսկապես։ Եվ
Ավելի շատ կառնավալային ինչ-որ բան կա, կերպարներ, հերոսներ, հեքիաթների։ Կառնավալ ես չէի ասի, բայց ասենք կերպարանափոխումներ, դիմակներ, այդ ավանդույթը եղել է եւ շատ հետաքրքիր, որ տղամարդիկ կանանց հագուստներ, հարսանիք էին ներկայացնում, երկուսն էլ տղամարդ են, ու շատ հետաքրքիր զվարճության բանը նպատակ ուներ իհարկե դա եւ այդ բանը մրցույթները ժողովրդական խաղեր, դիախաղեր բան շատ լավ է անցել ժամանակին հիմա մենք հաճախ ուղղակի գամված ենք նոթբուքերին եւ նոր տեխնոլոգիաները նոր ժամանակներ են այս դեպքում ձեր գործառույթը որպես ազգագրագետ դուք շատ պահանջված եք ես կարծում եմ սա որպես վիրավորանք չեք ընկալի տոնական օրերին բայց չէ որ տարվա մյուս օրերին ինչպես դուք ասացիք յուրաքանչյուր օր ինչ որ բանի նվիրված է եւ խոսքը նաեւ գնում է մեր հայկական օրացույցի մասին այ ինչ եք անում ընդհանրապես որպես այդքան մեծ պաշարով ու գիտելիքներով տեր մարդ տարվա մյուս օրերին որպեսի գալիք սերունդ այս եկող սերունդը չկտրվի եւ միայն 5-6 կամ 7 ժողովրդական տոն տարվա մեջ չհիշի դրանից ավելի մանր ասեմ որ ես բավական երկար ժամանակ աշխատում եմ Սարդարապատի հուշահամալիր հայոց ազգագրության թանգարանում եւ մեր թանգարանը այն բացառիկ թանգարաններից է որտեղ տոնական մշակույթը իր խորհրդանիշներով ներկայացված է եւ մենք բարբերաբար օգտագործելով նաեւ նոր տեխնոլոգիաներ, նոր հարթակներ սոցիալական այնտեղ բավականաչափ նյութեր ենք դնում, կրթական ծրագրեր ենք անում, ես նաեւ դասախոսում եմ եւ ուսանողներին փորձում եմ անպայման հաղորդակից դարձնել դրան, բայց ես կարծում եմ, որ դա պետք է ասենք համակարգային արվի եւ լավ բշակված սցենարով, հայեցակարգով, որովհետեւ իհարկե շատ հաճելի զարգացման միտում կա, տեսնում ենք, որ փորձեր արվում են, բայց հուսամ, որ դեռ իսկապես որ պիկի հասնի, դա դեռ արժևում է։ Շատ գեղեցիկ մեդալիոն ունեք Սարդարապատի հուշահամալիրի պատկերով, ես ուշադրություն դարձրեցի անմիջապես զրույցի սկզբում։ Հիմա ամեն ինչ պարզ դարձավ, ճիշտ ասած ինձ համար, երբ նշեցիք ձեր աշխատավայրը, կարելի ասել։ Այո, շատ լավ է, որ աշակերտներ ունեք, այսինքն ունեք ձեր գործի առաքյալներին, ովքեր կտարածեն այս ուսմունքը, որովհետև չեմ պատկերացնում, եթե սա մոռացության տրվի, մենք ուր կարող ենք հասնել, հատկապես այդ կողմնակի հոսանքների ազդեցության ներքո։ Գլոբալիզացիան ի վերջո անխուսափելի բան է, բայց պետք է ամեն գնով պահպանել։ Էրիխ Ֆրոմը դեռ 1950-ական թվականներին իր աշխատանքում սիրելու արվեստը ինքը նշում էր, որ եվրոպական երկրներում սպառողական շատ մեծ sense տենդենսներ են գնում եւ ինքը շատ անհանգստացել էր դրա համար։ Հիմա մենք դրանով հանդերձ ինչքանով էլ որ մենք դառնում ենք աստիճանաբար սառը հասարակություն, ինչպես կասեր Կլոդ Լևի-Ստրոսը, բայց մենք այնուամենայնիվ մեր արյան մեջ դա իսկապես կա եւ անդրադարձը անել մեր ժառանգությանը ես երիտասարդների մեջ միջավայրս տեսնում եմ այդ հատիկը որ իրենք իրապես նաեւ հետաքրքրված են եւ ես գոնե ինձ ցույց եմ տալիս որ հաստատ 21-րդ դարում դա եւս կենսունակ կմնա եթե ճիշտ մշակութային քաղաքականություն վարվի Շնորհակալություն որ եկաք Շատ հետաքրքիր զրուցակից եք Տիկին Պողոսյան, մեծ հաճույքով ձեզ հետ գզրուցեի Էրիխ Ֆրոմից, Տապաստանի գայլը կվերլուծեինք միասին եւ այլն։ Հարցերը ինձ շատ ուղղորդում էին, շնորհակալություն։ Շատ հաճելի էր, իսկապես այն րոպեները, որ անցկացրեցինք ձեր ընկերակցությամբ, շնորհակալություն։ Կարող ենք հանդիպել ոչ միայն տոնական օրերին։ Կարող ենք հանդիպել նաեւ կասում եմ ձեր գիտելիքների պաշարը եւ տարիների կուտակած փորձը Նաև այլ ասպարեզներում, այսպես խորքային է, հետևաբար մեկ առիթը բաց չենք թողնի հանդիպել կրկին, շնորհակալություն որ եկաք։